Բարեկալու Սիվիլնետ տաղավարում հյուրընկալել եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Խաչատրյան, ձեզ հետ հարցազրույցը շատ պայմանական կբաժանենք երկու մասի, մեկը ներքաղաքական խնդիրները եւ առհասարակ քաղաքական խնդիրները քննարկենք, մյուսը մի փոքր կանդրադառնանք պաշտպանական հարցերին եւ որը ձեր հանձնաժողովի կուրացիայի տիրույթում է, համակարգման տիրույթում է նաեւ։ Տեսեք, շատ է խոսվում վերջին շրջանում հատկապես մեր ձևովի ակտիվացման ֆոնին, նաեւ, չգիտեմ, տարբեր քաղաքական ուժեր, որ այդ թվում դիմադիր դաշտում դիրքավորվում են ընտրությունների հետ կապված, իշխանության խոսույթում ակտիվացել է, այսպես Գյումրի 2 սցենարի հնարավորությունը եւ դա թույլ չտալու մասին հայտարարություններ։ Ասած եք խնդրեմ, եթե մարդն է որոշում, վերջիվերջո մարդն է որոշում գնալով քվեատուփի մոտ եւ ընտրելով գալիք ընտրություններին, ինչպես կարող է իշխանությունը վստահորեն հայտարարել, որ ինքը թույլ չի տալի Գյումրի 2-ի իրականացում, դա քաղաքացու որոշելիքն է, ոչ թե իշխանության։ Շնորհակալություն հարցի համար, տեսեք, այո, իհարկե, հենց մեր իշխանության ամենակարևոր գործունեության ամենակարևոր սկզբունքներից մեկը հենց կայացել է նա, որ իշխանությունը պատկանում է հենց ժողովրդին, հենց ժողովուրդը քաղաքացին է որոշում այն քաղաքական ուղեգիծը, որով որ երկիրը պետք է շարժվի։ Իհարկե Գյումրի 2-ի մասին խոսում են նաև ընդդիմադիրները եւ հասկանալի է, որ նրանք գնում են այս սցենարով եւ հույս ունեն, որ կարող են ինչ-որ հաջողությունների հասնել միավորվելով եւ կարիք էլ չկա բացատրել, թե ինչ է նշանակում Գյումրի 2-ը։ Իսկ այն, որ իշխանությունը հայտարարում է, որ թույլ չենք տալու, դա նշանակում է, որ թույլ չենք տալու օրենքով սահմանված, կարգով տրված լիազորությունների շրջանակում։ Այսինքն քարոզարշավի շրջանակում, քարոզչական աշխատանքների շրջանակում մենք պետք է բացատրենք մեր ժողովրդին ճշմարտությունը, իրականությունը եւ այսօր այս տեղեկատվական պատերազմի պայմաններում մեծ հոսք է ապատերեկատվության եւ ամենավտանգավորը հենց այդ Գյումրի 2 սցենարի հիմքում դրված է ապատերեկատվությամբ մարդկանց կերակրելը, որի հետևանքով քաղաքացին կդառնա ապատերեկացված եւ սխալ որոշումներ կայացնի։ Այլ թույլ չտալը վերաբերում է այս հանգամանքի։ Մենք մաքսիմում պետք է մեր քաղաքացիներին ճիշտ տեղեկատվություն, փաստարկված տեղեկատվություն տանք, որպեսզի զոհ չդառնան ապատերեկատվությանը։ Կարծում եք Գյումրի 1-ը շատ պայմանական ապատերեկատվության հետևանք է եղել։ Իհարկե նաև, բայց Գյումրի 1-ը տեսեք, համեմատել ազգային ժողովի ընտրությունների հետ որոշակի առումով անհամեմատելի են, տեսեք, տեղական համեմատում դրանով։ Չէ, նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները որոշակի առանձնահատկություն ունեն, մարդիկ ընտրում են հաճախ այն մարդուն, ում հետ հարաբերություն ունեն, ճանաչում են, բարեկամական հարաբերություններ ունեն, իսկ ազգային ժողովի ընտրությունները համապետական ընտրությունների ժամանակ պատկերը մի փոքր այլ է, մարդիկ շատ ավելի մտածում են ապագայի, երկրի զարգացման, երկրի ապագայի մասին եւ ըստ այդմ կայացնում են իրենց որոշումները։ Հետևաբար այստեղ տարբերությունները շատ են։ Ամեն դեպքում ես վստահ եմ, որ ընդդիմությունը այդ հույսը ունի, մաքսիմում ապատերեկատվություն տարածելով կարողանա հասնել որոշակի արդյունքների։ Կարծում եք այն ընդդիմությունն է, ապատերեկատվություն տարածում, եթե տարածում իշխանությունը չի տարածում։ Ոչ, իշխանության տարածած ապատերեկատվությունը դա երկար կյանք չի ունենում եւ դրա համար իշխանությունը շատ մեծ գին կարող է վճարել ապատերեկատվություն տարածելով, այսքան ժամանակ մենք շատ զգուշ ենք, նույնիսկ այն դրական երևույթները, որոնք տեղի են ունեցել իշխանության օրոք, այն դրական զարգացումները, որոնք եղել են, մի քանի անգամ զտվում են, փորձվում են, ստուգվում են, որից հետո ներկայացվում է հանրությանը։ Մի օրինակ ձեզ հիշեցնեմ։ Երբ Երևանի ուրեմն թիմ ընտրություններն էին, Երևանի ավականու, Երևանի քաղաքապետի կարելի ասել այսպես, ավականու ընտրություններն էին։ Այո, թիմ ընտրություններն էին։ Այդ ժամանակ ընտրությունների նախաշեմի, երբ կրկերը բրկված էին, բորբոքված էին, չգիտեմ եւ այլն, իշխանությանը հարող տարբեր ռեսուրսներով սկսեցին տարածվել 8000 վագներականների Հայաստան գալու խոսույթը, դրան արձագանքեցին նաեւ իշխանությունները հնարավոր համարելով այդ, չգիտեմ,
այդ տեղեկատվության իսկությունը եւ դա ճշգրտելու հետ կապված որոշակի գործողությունների մասին եւս հայտարարվեց։ Սա ապատեգատվություն չի, սա օրինակ չի ապատեգատվության, որ ոչ հաստատվեց այդ տեղեկատվությունը, հետո բարեհաջող մոռացան դրա մասին, բայց նախընտրական շրջանում դա դաշտում սկսվեց ակտիվորեն քննարկվել։ Այո, դաշտում սկսեց ակտիվորեն քննարկվել, բայց որևէ մեկը չի կարող ասել, թե տեղեկատվության աղբյուրը ընդհանրապես որտեղից է եղել, դա իշխանության հետ ընդհանրապես ինչ կապ ունի։ Իշխանական ռեսուրսներով էր տարածվում եւ իշխանությանը հարող մարդիկ էին դա ակտիվորեն որպես այսպես վատ սցենար։ Տեսեք, մենք արդեն մի քիչ առաջ խոսում ենք այն տեղեկատվության մասին, որը իշխանությունը պաշտոնապես այդ տեղեկատվությունը տարածում է եւ դրանք շատ ստուգված, զտված տեղեկատվություն են։ Իսկ ինչ որ հարող լրատվամիջոցներ, որոնց կարող ենք ասենք հարում են կամ չգիտեմ ինչ որ տեղեկատվության տարածում, սա իշխանության հետ 100%-ով կապելը կարծում եմ ճիշտ չէ, բայց պետք է ասեմ հետեւյալը, որ այո, եղել են նման երևույթներ, երբ որ Հայաստանից հավաքագրվել են Ռուսաստանի Դաշնության որոշակի քաղաքներ, այդ քաղաքներում անցել են որոշակի ռազմական պատրաստվածություն, անձիկ Հայաստանից։ Այո, որից հետո պետք է այդ անձինք ըստ նպատակի կիրառվեին, կան քրեական գործեր, կան օպերատիվ հետախուզական տվյալներ, այդ մասին հայտարարություններ եղել են, այո, եւ դրանք ամբողջությամբ համապատասխանել են իրականությանը եւ այդ մասին հայտարարություն արել է նաեւ ազգային անվտանգության ծառայությունը, ինչը եւ կարող եմ վստահ ասել, որ ամբողջությամբ ստուգված հանգամանքներ։ Պարոն Խաչատրյան, դուք նշեցիք տեղեկատվական պատերազմի մասին, որ վարվում է բարբերաբար Հայաստանի դեմ։ Կարող եք ասել աղբյուրը որն է, որ երկրից է վարվում Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմ եւ արդյոք իշխանության գնահատականը այս առումով եւ Եվրոպական միության գնահատականը, որտեղ հստակ ասում է Հայաստանի տալիս են գումար տեղեկատվական պատերազմների դեմ պայքարելու համար, ՖԻՄ-ի, այսպես ասած, արտաքին ներգործության գործիքները կամ ներգործության այդ արշավները կանխելու համար եւ հստակ նշվում է Ռուսաստանը, տվյալ դեպքում Եվրոպական միության կողմից, բայց իշխանության կողմից հատկապես վերջերս հստակ հասցեատեր չի նշվում, այլ խոսում է ուղղակի տեղեկատվական պատերազմի մասին կամ արտաքին ներգործության վտանգների մասին։ Կարող եք հստակ ասել, որ երկրից է վարվում Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմը։ Բացի նրանից, որ պետք է պայքար մղի հիբրիդային պատերազմի դեմ, երկրի դեմ եւ համապատասխանային հարցերի հետ կապված պատասխանատվությունը կրում է իշխանությունը եւ այս համատեքստում նաեւ իշխանությունը երբեմն այո ձեռնպահ է մնում որոշակի հայտարարություններ անելուց, որովհետեւ այդ իշխանությունը նաեւ պատասխանատվություն է կրում բոլոր երկրների հետ բարեդրացիական հարաբերությունների մասով։ Հետևաբար այն ամենը ինչ տեղեկատվություն ունի իշխանությունը, պարտադիր չէ որ միշտ հնչեցնի կամ դրանք հրապարակային դարձնի, ես կարող եմ մի փոքր ավելի հրապարակային ասել, տեսեք, ես օրինակ որպես ազգային ժողովի падգամավոր, որպես Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, իմ դիտարկումները հետեւյալն են, որ այո մեծ ալիք կա ապատեգատվության Ռուսաստանի Դաշնության որոշակի մեդիաների, որոշակի շրջանակների կողմից եւ դա շատ տեսանելի է եւ այդ մասին ես կարող եմ հստակ ասել։ Իսկ վերջին շրջանում որ որոշակիորեն մեղվել են այդ հռետորաբանությունը իշխանության կողմից եւ հստակ չի նշվում Ռուսաստանը, ինչով է պայմանավորված, փորձում են հարաբերությունները ավելի կառավարելի պահել, չգիտեմ, որն է պատճառը։ Ինչ որ բան է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում։ Հայ-ռուսական հարաբերությունների մասով պետք է ասեմ, որ իշխանությունները ջանք չեն խնայում, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները լինեն հնարավորինս բարձր մակարդակի, ավելի խորը, ավելի վստահելի եւ մաքսիմում դրական փոխհարաբերություն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Մեր իշխանությունը, կրկնում եմ, որևէ ջանք չի խնայում այսպիսի լավ հարաբերություններ կառուցելու համար Ռուսաստանի հետ։ Եվ իհարկե դա անելը շատ դժվար է, որովհետեւ կան որոշակի շահեր, որոնք թույլ չեն տալիս, որ այս process-ը շատ արագ զարգանա կամ ուղիղ գծով զարգանա, մի շարք խնդիրներ են առաջանում, դե իհարկե խնդիրներն են լուծում են դիվանագիտական եւ այլ ճանապարհներով փորձում ենք լուծել։ Ես կարծում եմ, որ հնարավորությունները կան լավ հարաբերություններ ունենալ եւ մենք այսօր կարելի է գնահատել որ նաեւ լավ հարաբերություններ, բայց սակայն որոշակի քաղաքական պատճառներ կան, որոնք այդ հարաբերություններում լուրջ սեպ են խրում եւ մենք բոլորս դա տեսնում ենք, իսկ մեր խնդիրն է նաեւ որպեսզի հաղթահարենք այդ սեպերը։ Որոնք են այդ պատճառները, որ քաղաքական պատճառներ են, որոնք սեպ են խրում։
Տեսեք, այս նույն այսօր ընդդիմության գործելավոճը եւ ընդհանրապես ընդդիմության գոյությունը, ընդդիմության մասի գոյությունը պայմանավորում Ռուսաստանի Դաշնությանից եւ դա ակնհայտ է, որ նրանք գործում են Ռուսաստանի Դաշնության որոշակի ծառայությունների հրահանգներով եւ ցուցումներով։ Այս մարդիկ Հայաստանի Հանրապետությունում շատ լուրջ ես հիմա տենց եմ մտածում, հիմա ես եմ տենց մտածում, դա իմ պատկերացումները եւ իմ տեղեկությունները, այդ մարդիկ կառավարվում են ներողություն եմ խնդրում, եթե այդպես եք մտածում, դա պետք է հիմնավորված լինի եւ ապացուցված, չէ՞։ Այսինքն զուտ քաղաքական հռետորաբանություն է սա, թե ապացույցների հիման վրա։ Դուք ինչպես ուզում եք հռետորաբանություն, բայց իմ հռետորաբանությունը հենց այնպես չի լինում։ Պատասխանատու պաշտոնյա եք, ես չեմ կարող այնպես ես ինքս իմ հիմնավորումները ունեմ եւ կարծում եմ, որ այո, մեր դիմությունը բանը զգալիորեն կառավարվում է դրսից, այո։ Մեկ հիմնավորում կբերեք, որ կառավարվում է դրսից։ Դե տեսեք, մեր քաղաքական դաշտում հայտնվեց Ռուսաստանի Դաշնության օլիգարխ։ Դուք պատկերացնում եք Ռուսաստանի Դաշնության օլիգարխը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ անգամ մի հայտարարություն, Սամվել Կարապետյանը, որևէ հայտարարություն, որևէ ներդրում, որևէ ակտիվ ինչ-որ երկիրը էգզիստենցիալ պայքարի մեջ էր, բայց ինքը տենց այդ Ռուսաստանի օլիգարխները որևէ ազդեցություն չունեին կամ հայտարարություն կամ ինչ-որ իրանց ներդրումը չկար։ Բնական է, չէ՞, եւ որ Ռուսաստանի Դաշնությունում օլիգարխը գործում է հստակ կառավարական որոշակի մարմինների հրահանգով, ցուցումներով եւ եթե նրանք որևէ ավել բան անեն, դրա համար կարող են խիստ պատժվել։ Սա որևէ մեկի համար գաղտնիք չի եւ այստեղ հիմնավորում պետք չէ։ Այսօր մենք գիտենք Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական համակարգը ընդհանրապես ինչպես է կառուցված։ Եվ հիմա այդ օլիգարխը չեն կարող խոսել, սա եթե կան նման տվյալներ, դա պետք է լինի քրեական գործի մեջ, բայց քրեական գործի մեջ նման տվյալներ չկան, եւ որքան ես գիտեմ։ Հիմա այն ինչ քրեորեն հետապնդելի արարքներ են, իհարկե ժամանակի ընթացքում դրանց հիմքերն ու առիթները եթե լինեն, իհարկե կհարուցվեն։ Հիմա տեսեք, այս մարդիկ հայտնվում են քաղաքական դաշտում Հայաստանի Հանրապետությունում, նույնիսկ ձեր կարծիքով ձեզ թվում է, տենց Ռուսաստանը լոյալ որևէ կերպ չի խառնում այս մարդկանց գործունեությանը Հայաստանում, հա։ Այն դեպքում, որ այդ մարդիկ մի կարճ ժամանակ առաջ ասել են, որ իրենք երբևէ քաղաքականության մեջ նպատակ չունեն խառնվելու, իրենք քաղաքականություն չեն ընդունում, իրենք ստեղծագործ արարող, ստեղծող մարդիկ են եւ քաղաքականությունը իրենցը չէ, բայց պարզ չի, որ այդ մարդկանց ասել են որ դու պետք է գնաս Հայաստան, զբաղվես քաղաքականությամբ եւ փորձես վերցնել իշխանությունը։ Սա շատ բարձր։ Պարոն Խաչատրյան, հակառակ կարծիքն էլ կա, որ չգիտեմ որքանով է լեգիտիմ է կարծիքը, որ իշխանության գործողություններն են հանգեցրել նրան, որ օրինակ տվյալ դեպքում ինչպես դուք նշեցիք Սամվել Կարապետյանի մասին, ինքը սկսեց զբաղվել քաղաքականությամբ, այսինքն ինքը ինչ արեց, ինքը արեց հայտարարություն ի պաշտպանություն եկեղեցու կամ կաթողիկոսի, իշխանության անվանելով փոքր խմբակ եւ այլ, հիշում եք այդ հայտարարությունը եւ դրանից հետո եղան քաղաքական կոշտ գնահատականներ իշխանության կողմից իրավական գործընթացներ եւ դա հանգեցրեց նրան, որ ինքը սկսեց զբաղվել Հայաստանում քաղաքականությամբ, այսինքն ի սկզբանե տրամադրվածություն չի ունեցել, իշխանությունն է կոպիտ ասած իր գործողություններով դրթել, որպեսզի նրանք զբաղվեն քաղաքականությամբ։ Ես ավելի կոշտ ասեմ հետեւյալը, Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ միլիարդավոր ունեցվածքը ունեցող այլազգի անձնավորությունը օլիգարխը, տվյալ դեպքում հայազգի անձնավորությունը Սամվել Կարապետյանը, եթե փորձեր ինչ-որ մի այլ երկրում կամ Ռուսաստանի Դաշնությունից դուրս ինչ-որ քաղաքական գործընթացներ ծավալեր, ինչ-որ չգիտեմ լուրջ գործընթացների մեջ մտներ եւ այլ, առանց Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների հանձնարարականի կամ ցուցումի, դրանից հետո գիտեք ինչ կլներ իր այդ։ Ինքը արդեն լուրջ կյանքի եւ առողջության լուրջ վտանգի առաջ կանգնած կլներ եւ սա ես վստահ եմ ձեզ ասում։ Եվ սա պետք չի աչքներս փակենք, ասենք դες բան չկա, ոնց կարող է այդպես բան լինի։ Բա պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհի հայերը բան արած մի ձև փորձում էին մեզ օգտակար լինել իրենց հայրենիքին, իրենց երկրին, ուր է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը օգտակար չի եղել։ Ես չեմ հայտարարություն գարստեղ ասեր ժողովուրդ կռվում ենք առաջ, ես եմ անում, այն եմ անում, անպայման էր ասեր, թե ինչ որ բան անել։ Այո, բա հիմա չի անպայման որ պետք է ասի այն վաղտ անպայման չէ։ Դուք դրանից ծանր պայմաններ Հայաստանում չի եղել։ Եթե կներեք, եթե այն ժամանակ չի խառնվել, իրան թույլ չեն տվել որ խառնվի։ Բնական է, չէ՞ որ թույլ չեն տվել։ Դուք չեք ընդունում որ թույլ չեն տվել որ խառնվի։ Ես չգիտեմ, դուք պետք է ասեք, դուք եք այդ ոլորտի քաղաքական, դուք եք վերլուծաբան եք, ավելի շատ եք տիրապետում ինֆորմացիա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք, քաղաքական վերլուծաբան եք եւ շատ ավելի տեղեկացված եք։ Ես տեղեկատվություններ եմ կարդացել նրա մասին, որ օրինակ եւ ոչ միայն Կարապետյան, այլ նաեւ Ռուսաստանում գտնվող Հայաստանի հայ ազգի տարբեր օլիգարխներ անվանենք, մեծարուսներ անվանենք, իրենք աջակցել են Հայաստանին
չգիտեմ, օգնությամբ, աջակցությամբ, գումարներով, ով ինչպես կարողացել է թույլ Սամվել Կարապետյանը։ Հիմա դուք ասում եք, որ մարդը ոչ մի բան չի արել։ Ես չեմ ասում ոչ մի բան չի արել, բայց այդ ինտենսիվությամբ չի արել, ինչ որ հիմա քաղաքականության մեջ է մտել։ Ինքը Այսինքն հայտարարություններ չի արել, դա նկատի ունեք։ Թեկուզ, թող գար հայտարարություն արել, չգիտեմ ինչ անել։ Պարզա, չէ որ չեն թողել։ Պարզա, չէ որ Ռուսաստանում մի բառ ավել, մի բառ պակաս, դա նշանակում է կյանքի եւ առողջության կարող է լուրջ վտանգ սպառնալ եւ քո ազատությանը եւ քո ունեցվածքին։ Այդ մարդիկ խոշոր ունեցվածք ունեն Ռուսաստանում։ Նրանք ոնց կարող են գալ Հայաստան Հանրապետության ժողովրդի անունից խոսել, ոնց կարող են խոսել ընդհանրապես։ Ոնց կարող են եւ այդ մարդիկ այսօր եկել են, ասում են մենք համանդրությունը չի հետաքրքրում, մենք դառնալու ենք վարչապետ, падգամավոր, հետո ներքին գործ Ռուսաստանը այդպես Հայաստանի ներքին գործերին է խառնում, այդ նկատի ունեք։ Մեծ հաշվով։ Մեծ հաշվով, այո, նաև այդ։ Շատ լավ։ Եկեք մյուսից գանք։ Հայաստանը մյուս խնդրին այս կոնտեքստում անդրադառնանք։ Հայաստան այցելեց վերջերս Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Վենսը, եղան տարբեր հայտարարություններ, որոնք շատ այսպես ողջավորությամբ ընդունվեցին, բայց եղավ նաև մեկ հայտարարություն, որին քիչ անդրադարձ է արվում, հա։ Բաց տեքստով հստակ հայտարարեց, որ արխիվում ընտրություններ են եւ եթե Հայաստանի ղեկավարությունը տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունի աջակցության կարիք, ապա նա պետք է իմանա, որ Ջեյ Վենսի աջակցության կամ Ամերիկայի ադմինիստրացիայի աջակցությունը ունի։ Սա Հայաստանի ներքին գործերին խառնվելու փորձ չէ։ Որքան էլ դրական սա գնահատվի եւ ընդունվի։ Կարող է, չգիտեմ, մարդկանց 80%-ը սա դրական ընդունի, դրա պլյուս նշանով ընդունի, բայց սա ներգործություն չի Հայաստանի ներքին գործերին։ Նայած թե այդ աջակցությունը ինչ տեսակի աջակցություն է։ Չի ասել ինչ տեսակի, ինքը ասաց ունի այդ աջակցությունը ինչը օրենքի սահմաններում է, ինչը չի խախտում է համանդրական նորմերը եւ մեր ընտրական օրենսգրքի նորմերը, իհարկե այդ աջակցությունը կարող լինի։ Այդ աջակցությունը կարող լինի հայտարարությամբ, կարող է լինել բանավոր, ասեն մենք աջակցում ենք, մենք լավ աշխատանք ենք կատարում այս կառավարության հետ կամ լավ արդյունքներ ենք ունեցել։ Սա նույնպես աջակցություն եւ կարծում Ջեյ Վենսի աջակցությունը հենց վերաբերում է այսպես աջակցություն։ Չէ, իրենք հստակ ասած ընտրություններ են եւ ընտրությունների համատեքստում ասած, տեսեք, դրանից առաջ հիշում եք Ֆիդանն էր հայտարարություն արել եւ իշխանությունը ամեն կերպ ասում էր, որ ինքը ուղղակի ասել է, որ քաղաքական գիծն են աջակցում խաղաղության գործընթացի հետ կապված եւ եթե այլ հայտարարություն լիներ, դա կնշանակեր ներքին գործերին խառնվել։ Չէ, սա ներքին գործերին խառնվել չէ, ես դրական եմ գնահատում Ջեյ Վենսի այդ հայտարարությունը, որովհետեւ Հայաստան Հանրապետության ժողովրդին նաեւ հետաքրքիր է, թե Միացյալ Նահանգների իշխանությունը, կառավարությունը ինչ դիրքորոշում ունի ներկայիս իշխանության նկատմամբ։ Մեր ժողովուրդը ընտրություն անելու համար մաքսիմում պետք է ինֆորմացված լինի։ Հիմա մեր ժողովրդին հետաքրքիր է, լավ է, Ամերիկայի կառավարությունը մեր կառավարության հետ կապված ինչ դիրքորոշում ունի։ Մարդն ասում է, մեր դիրքորոշումը լավն է, դրական է, մենք աջակցելու ենք նաև այդպիսի հայտարարություն, ինչ կա տեղ։ Օրինակ ընտրություններ են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հայաստանի իշխանության ներկայացուցիչը հայտարարում է, որ ինքը աջակցում է, չգիտեմ, Դոնալդ Թրամփին կամ ինչ-որ մեկ այլ տեխնացուի։ Դա աջակցություն չէ։ Ընտրությունների նախաշեմին նման հայտարարություն չէ։ Ներքաղաքական իրավիճակին խառնվել չէ, մաքսիմալ զսպած չպետք է լինի ցանկացած իշխանություն նման հայտարարություններ անելուց։ Զսպվածությունը բխում է գիտեք ինչից։ Դու պետք է հաշվի առնես հետագա քո հարաբերությունները այդ երկրի հետ։ Դու չես կարող նախորդ կանխորոշել, թե ընտրությունների արդյունքները ինչպիսին կլինեն։ Եվ հնարավոր է դու աջակցես մի ուժի, բայց այդ ուժը ընտրություններում չէ, պարտվի եւ մի այլ ուժ գա իշխանության եւ քո աջակցությունը դիտարկվի որպես ի սկզբանե լավ հարաբերություններ չսկսելու հիմք, ինչ որ ասես մի բան կամ խնդիր։ Հետևաբար մեր երկիրը, եթե ինչ որ մեկին գասի աջակցում կամ չեմ աջակցում, շատ երկար մտածելուց հետո նման բան կարող է ասել, որ հետագայում այդ երկրի հետ մեր հարաբերությունները նման պայմաններում մեր երկիրը փորձում է ավելի չեզոք լինել եւ որևէ հայտարարություն չանել։ Տվյալ դեպքում Ամերիկան այդ երևի զսպվածություն չունի, բայց այնուամենայնիվ կարող ենք սրանից ենթադրել Ջեյ Վենսի հայտարարությունից, որ օրինակ, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը կամ քաղաքացիական պայմանագիր այս ընտրությունները, որովհետեւ խորհրդարանական ընտրություններ է, դա Ամերիկայի աջակցություն վայելող քաղաքական ուժ է այս ընտրություններին։ Ну, եթե Ջեյ Վենսը դա ասել, այո, կարող եմ ենթադրել, որովհետեւ Միացյալ Նահանգներն էլ հասկանում, եւ դա ամբողջ աշխարհն է հասկանում, որ ստեղ ոչ միայն քաղաքացիական պայմանագրի, որպես քաղաքական ուժի պայքարի հարցն է, հունիսի 7-ի ընտրությունում դրած է պետության եւ չպետության հարցը։ Ստե միայն քաղաքացիական պայմանագրի պայքարի հարցը չի սա։ Ստե մեր երկրի ապագա ինքնիշխանությունը պահելու, սուվերենությունը պահելու, երկրի գոյատևման եւ հակառակ ուղղությամբ երկիրը տանելու հարցը։ Եվ ես կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը հունիսի 7-ին պատրաստում են իրենց վերջնական
ճակատամարտի։ Լավ, այդ դեպքում ինչու Ամերիկայի աջակցությունը ընկալվում է դրական, օրինակ, բայց Ռուսաստանի աջակցությունը, որի մասին դեռ հայտարարություններ հստակ չկան, իշխանության ամենաբարձր էշելոններում նկատի ունեմ ընդդիմությանը, բայց դրա մեկնաբանությունները կան քաղաքական դաշտում, դա ընկալվում է բացասական։ Աջակցություն է։ Չէ, այդպես չի։ Տեսեք, հիմա մեր երկիրը, Հայաստանի Հանրապետությունը, այն գորշ գարշահոտ ճահճի մեջից հնարավոր եղել դուրս բերել եւ այսօր ասենք մի հատ լուսավոր բացատի մեջ է եւ լավ ճանապարհի վրա։ Գարշահոտ ճահիճը որն էր։ Ռուսաստանի հետ։ Լուսավոր ճահիճը մի քանի տարի առաջվա մեր Հայաստանն էր, որը ուներ արդեն գոյաբանական խնդիր, այո, Ռուսաստան, ադրբեջանական տանդեմ եւ մի շարք այլ մեծ վտանգներ, որոնք ես կարծում եմ, որ դուք չեք կարող զղջել եւ չեք ժղթի, որ այդ վիճակի մեջ եք եղել, ամեն օր վտանգ, պատերազմի վտանգ, հարձակում Սյունիքի վրա եւ այլն եւ այլն։ Հիմա այդ վտանգները չկան։ Խաղաղությունը արդեն հողի վրա է, խաղաղությունը ամրապնդված է, խաղաղությունը ամրապնդվում է արդեն տնտեսական կապերով եւ Հայաստանի տնտեսական զարգացումը այլընտրանք չունի, շատ տեսանելի է, բոլորին էլ հասկանալի է, պատմական վերլուծություններն էլ որ անում են, այն երկրները, ովքեր Միացյալ Նահանգների հետ կարողացել են ռազմավարական հարաբերությունների մեջ մտնել, դրան նախորդել է հաջորդել է տնտեսական զարգացումը, անվտանգության ապահովումը եւ այլն եւ այլն։ Եվ սա շատ ակնհայտ է եւ տեսանելի։ Իսկ մենք եղել ենք այն ճահճի մեջ, մենք արդեն դա տեսել ենք, այդ ստուգելու կարիք չունենք։ Իսկ մենք չենք շարունակում Ղարաբաղի այդ ճահճի մեջ։ Մենք չենք շարունակում ֆորմալ առումով մնալ այդ ճահճի մեջ, ինչպես դուք եք անվանում։ Տեսեք, մի կողմից մենք հայտարարում ենք, որ ցանկանում ենք Եվրամիության անդամ երկիր դառնալ, Ամերիկայի հետ զարգացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ այդ տարբեր ոլորտներում, բայց մյուս կողմից շարունակում ենք մնալ հապկում գոնե ֆորմալ առումով ԵԱՏՄ-ում Ռուսաստանի հետ երկկողմ դաշնակցային հարաբերությունների դաշտում։ Որքան է շարունակվելու այս երկատվածությունը։ Շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեռնտու է Հայաստանի Հանրապետության։ Եւ սա ձեռնտու է սպայն Հայաստանի Հանրապետության։ Այո, Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին եւ ինչի՞ չէ ներքին քաղաքականությունը կառուցում այնպես, որ դա բխի Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից։ Ինչը մենք շահավետամ, դա էլ անել ենք։ Մենք անիմաստ սկզբունքներ չենք կառուցելու, հետո գերի դառնանք այդ սկզբունքներին, ասենք, չէ, սև ենք կամ սպիտակ ենք, ոչ սև ենք, ոչ սպիտակ ենք։ Մենք անելու ենք ամեն ինչ, որը մեր երկրին շահավետ է։ Լավ, պարոն Խաչատրյան, քան անմիջական ձեր այսպես համակարգման տակ գտնվող հարցերից, հա, վերջերս տարբեր ոլորտում իշխանությունը փորձում են ընտրություններին ընդառաջ այսպես հաջողությունները ներկայացնել, թե ինչ հաջողությունների հասել, այդ թվում պաշտպանության նախարարությունը միացավ, կարելի ասել, այդ գործընթացին եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնում է ռազմական ուժերում, զինված ուժերում ձեռքբերումները, ինչպես նաեւ այն ֆորտիֆիկացիաների մի մասը, որ այս ընթացքում սահմանային ֆորտիֆիկացիաների ենթակառուցվածքների, որ կառուցվել են ամրացված շրջաններ եւ այլ, հա։ Տեսեք, մի կողմից իհարկե շատ լավ է, որ նման ֆորտիֆիկացիաներ են կառուցվում, միանշանակ շատ կարևոր է դա պաշտպանվածության տեսանկյունից երկրի։ Բայց մի կողմից խոսվում է իհարկե Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի, դրա առաջ մղման, պատերազմի բացակայության կամ պատերազմը զրոյացնելու այսպես ձգտումների եւ հնարավորությունների մասին, մյուս կողմից այն նման կառույցներ են կառուցվում մեր սահմանին։ Սա ինչից է գալիս, սա ուղղակի զգուշավոր կեցվածք է եւ ցանկացած պետություն պետք է այդպես վարվի, թե մենք այնուամենայնիվ դեռևս չենք հավատում ի սրտե, այսպես ասած, հոգու խորքում չենք հավատում խաղաղության գործընթացին, որ դա խաղաղություն կբերի։ Պարոն Մաղդեսյան, եթե նույնիսկ հավատանք ի սրտե եւ ամբողջ հոգով, միևնույն է, աշխատանքները պետք է իրականացվեն։ Տեսեք, կա մի ճշմարտություն աքսիոմատիկ հազարամյակներից եկած ճշմարտություն։ Ու միշտ դա երբևէ ճշմարտությունը չի խաթարվել եւ կասկածի տակ չի դրվել։ Դա հետեւյալն է։ Խաղաղություն լինում է այն դեպքում, երբ առկա են երկու կարևոր բաղադրիչ բաներ, հատկանիշներ։ Առաջինը հարևանների, այլ պետությունների հետ բարեդրացիական հարաբերությունների կազմակերպում կամ ստեղծում, պատերազմ ծնող, նպաստող պայմանների վերացում, գոնե հարևանների կամ այլ պետությունների հետ կառավարելի հարաբերությունների ստեղծում, եթե ոչ բարեկամական, ապա գոնե բարեկամ, սա թիվ 1 պայմանն է խաղաղություն ունենալու, եւ երկրորդ կարևոր պայմանը սեփական երկիրը տարածքը պաշտպանելու ունակություն։
Երկուսից մեկի բացակայության դեպքում խաղաղություն չի լինում կամ առնվազն այդ խաղաղությունը հարատև չի լինում։ Հիմա տեսեք, օրինակ մենք 3 միլիոն բնակչություն ունենք Հայաստանում, 3 միլիոններ դարձնում ենք զինվոր, միլիտարիզացնում ենք, բոլորը քաջ զինվորներ են, ընտիր զինված, բայց խնդիրներ ունենանք բոլոր հարևանների հետ եւ մի շարք երկրների հետ, 100 միլիոնանոց երկրների, 90 միլիոնանոց, 10 միլիոնանոց, ինչ է մեզ սպասում։ Մեզ սպասում է պարտություն, մեզ սպասում է երկրի վերացում, մեզ սպասում է մասնատում, ոչ մի լավ բան չի սպասում։ Անկամ որ 3 միլիոնոց զինվոր դառնանք եւ բոլորս էլ հատուկ այն որ ասում սպեցնազի զինվոր դառնանք։ Այսինքն որտեղ ռեսուրսներն են անհամադրելի, Նախ ռեսուրսներն են անհամադրելի, երկրորդը միշտ այս ճանապարհը գուցե եւ տանի 5 անգամ հաղթանակի միևնույն է, մի հատ պարտություն լինելու է։ Եվ պարտություն ես գրանցելու, եւ հաղթանակ ես գրանցելու։ Իսկ այդ պարտությունը կարող է լինել վերջին պարտությունը։ Եվ երկրորդ ծայրահեղությունը եկեք տեսնենք, ասենք շատ լավ հարաբերություններ ունեն բոլոր հարևանների հետ, բարեկամական, այլևս պաշտպանվել մեզ պետք չի, եւ այլ, եւ մի օր հանկարծ ինչ որ մի երկրում իշխանություն է փոխվում եւ որոշում է Հայաստանի հետ ավելի հեշտ է ուժի լեզվով խոսել, քան բանակցությունների։ Նա ավելի էժան է նստում, չէ՞։ Բայց այդ վաղտ ինչ ենք անել։ Տեսեք, այսօր Եվրոպան խնդիրներ ունի։ 20-30 տարի ռազմարտությունաբերությանը ուշադրություն չդարձրեցին, բանակի պաշտպանության ուշադրություն չդարձրեցին, եւ այսօր փաստի առաջ են կանգնել։ Իրենց գլխավոր դաշնակիցը Միացյալ Նահանգներն ասում է, հոբ, ձեր անվտանգության մասին սկզբից դուք մտածեք, հետո ես։ Եվ այսօր իրենք փաստի առաջ, դա Եվրոպա, Միացյալ Նահանգներ։ Բայց մենք այս տարածաշրջանում այն պայմաններում, որ ամբողջ աշխարհը զինվում է, Եվրոպան զինվում է, Միացյալ Նահանգները զինվում է, Իրանը զինվում է, Ադրբեջանը այնքան է զինվել, որ Իրան հələ երկար հերիք է։ Թուրքիան զինվում է, իր ամբողջ ռազմական արդյունաբերությանը զարկ է տվել։ Բա մենք ո՞նց կարող ենք ասել, որ վայ տեսեք, այլևս ոչինչ։ Ոչ, մեր բանակի բարեփոխումները նույն ինտենսիվությամբ շարունակվում են։ Մեր ֆորտիֆիկացիոն ամրաշինական կառույցները նույն ինտենսիվությամբ եւս կառուցվում են։ Մեր բանակը տեխնոլոգիական եւ պրոֆեսիոնալ դարձնելու միջոցառումները շատ ակտիվ շարունակվում են։ Եվ ես չեմ կարծում, որ այո, խաղաղությունը ի վնաս է աշխատելու այս բարեփոխումների, ոչ, հակառակը։ Հասկանալի։ Իշխանությունը շատ հաճախ փորձում է իրեն նույնացնել խաղաղության այս գործընթացի հետ, ասելով, որ օրինակ, եթե կոպիտ ասած այս իշխանությունը չընտրվի կամ չվերընտրվի, ապա կարող է պատերազմի վտանգը ավելի ահագնանալ Հայաստանի նկատմամբ, հա։ Ես ճիշտ եմ հասկանում, որ իշխանությունը խաղաղությունը համարում է իր ժառանգությունը, այսպես ասած։ Լավ, եթե այդպես է, ապա պատերազմն էլ է իր ժառանգությունը։ Ոչ, պատերազմի ժամանակ իշխանությունը մի քանի ամսվա իշխանությունն է, մյուս դեպքում իր ժառանգությունը չէ։ Պատերազմի ժամանակ իշխանությունը երևի 2 տարվա իշխանություն էր, հազիվ չէ։ Բայց իշխանություն էր։ Բայց այս խաղաղությունը շատ երկար ճանապարհ անցած դժվար process էր, որը որ հնարավոր եղավ հասնել այս խաղաղությանը։ Ինչու է իշխանությունը ասում, որ եթե ես չլինեմ կարող է պատերազմ լինել, ասեմ ինչու։ Տեսեք, այս իշխանությունը չլինելու դեպքում ով է լինելու։ Լինելու են ուժերը, որոնք կառավարվում են դրսից, Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաստանի Դաշնության ուժերը այլ շահ։ Դա ձեր մեկնաբանությունն է, անպայման չէ, որ այդպես լինի։ Ազնվորեն ասեք։ Դուք պետք է ասեք, ես չեմ կարող ասել։ Որպես քաղաքական վերլուծաբան, դուք ազնվորեն ասեք։ Ես այստեղ եմ որպես հաղորդավար եւ ձեր հետ հարցազրույց եմ անում, ես քաղաքական վերլուծաբան չեմ։ Որպես քաղաքական գործիչ, ես վստահ եմ ասում, որ ուժերը ստերից չեն կառավարում, դրսից են։ Այդ ուժերի տերը Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չի։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չի իրենց Ռոբերտ Քոչարյանին դրսից են կառավարում, Սերժ Սարգսյանին դրսից են կառավարում, Սամվել Կարապետյանին դրսից են կառավարում։ Ես ճիշտ եմ հասկանում, դա ձեր ասածը։ Հիմա տեսեք, անընդհատ ընդդիմությունը փոխել է իր դիզայնը, արտաքին կերպարը։ Մի անգամ Վազգեն Մանուկյան, հետո Ռոբերտ Քոչարյան, հետո Արտուր Վանեցյան, հետո հոգևորականներից բրծանք հմիել օլիգարխ Ռուսաստանի Դաշնության, այս ամենը նույն համատեքստի մեջ է եւ նույն թիմի մեջ է։ Սա բոլորը մի թիմ է։ Մեկը ավելի շատ է կառավարվում, մեկը քիչ են կառավարվում, մեկը շահեր ունի իր անձնական, իր գույքը պահելու, իր գույքը պետությանը չտալելու, մյուսը խնդիր ունի դրսի հետ կապված, նայած ով ոնց է։ Հիմա եթե մարդու ամբողջ միլիարդների ունեցվածքը այլ երկրում է, այդ մարդը Հայաստանում էլ է։ Ինչ Հայաստանում։
Հայաստանում էլ բիզնեսներ ունի, Հա, բիզնեսներ ունի, Հայաստանում մոլեր ունի, մոլեր ունի, վարձով տված էսյանենյան, բայց մի հատ գործարան չունի, որ մի բան արտադրի տանի Ռուսաստանում ծախին դեից փող բերի, հակառակը մոլեր ունի, դա կապ չունի, Հայաստանում ինչ ունի, ինքը ռուսական ցակման օլիգարխ, իր ամբողջ ունեցվածքը դեղ է, ինքը չի կարող առանց Ռուսաստանի դաշնության, ինքը այլ երկրի քաղաքացի է, ինքը Ռուսաստանի դաշնության քաղաքացի է, ինքը Կիպրոսի քաղաքացի է, նաև այլ երկրի քաղաքացի է։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության այդ նորմը, որ գրվել է 55-րդ հոդվածում, որտեղ նշում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր, կառավարության անդամ, այդ թվում վարչապետ կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձ։ Նրանք ասում են, որ գանք իշխանության, բա ոնց է գալու։ Ինչ նորմա։ Այսինքն իրենք այսօրվա մեր սահմանադրությունը առամարած ունեն, հա, որ այդ սահմանադրությունը դիմա սահմանադրությունը այ քեզի բան մենք մեր ձևով ենք անելու։ Իրանք իրենց ձևով են անելու, էլի էս ասում։ Մենք մեր ձևով ենք անելու, սահմանադրությամբ չենք անելու, սա մեկ։ Չէ, սահմանադրությամբ գալու են, սահմանադրության 100-րդ հոդվածը, որքանով հիշում եմ 100-ն էր, թե 100, հա 100-րդ հոդվածը նույնպես ասում է, որ ազգային ժողովի падգամավոր պետք է կարող է լինել միայն քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում միայն քաղաքացիություն, 148-րդ հոդվածը կարծեմ, մի հատ էլ 130-ը, թե 131-ը, որը որ ասում է, որ կառավարության անդամներն էլ պետք է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինեն, իսկ ընտրական օրենսգիրքը, որը սահմանադրական օրենք է, ընտրական օրենսգիրքի 16-րդ հոդվածն էլ կոնկրետ նշում է, որ այո, падգամավորի տեխնացու կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետություն քաղաքացիություն ունեցող անձ։ Տեսեք, քանի սահմանադրական նորմ կա, եւ իրենք ասում են, այդ նորմերը հեչ, մենք մեր ձևով ենք անելու, կգանք կասենք ոնց ենք անելու, բավեւ ձեզ։ Լավ, շատ երկար կարող ենք զրուցել, բայց այստեղ կանգ առնենք։ Շնորհակալ եմ։ Սիրելի տաղավարում ես զրուցեցի Արմեն Խաչատրյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։